Գայլեձորի մասին հետաքրքիր փաստեր։ Գայլեձոր լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում Եղեգնաձոր քաղաքի մոտ։ Այն պատկանում է Թեքսարի լեռնաշղթային և ծովի մակարդակից գտնվում է 2762 մետր բարձրության վրա։ Լեռան ռելիեֆը բնութագրվում է ժայռոտ հատվածների և ալպյան բուսականությամբ ծածկված ավելի մեղմ լանջերի համադրությամբ։ Սառը եղանակին գագաթը և հարակից տարածքները հաճախ ծածկվում են ձյունով, մինչդեռ ամռանը գերակշռում են ալպյան մարգագետինները բազմազան բուսականությամբ։ Այս բնական պայմանների շնորհիվ Գայլեձորի շրջակայքը փոխում է իր տեսքը կախված եղանակից, ինչը նրան հաղորդում է յուրահատուկ գեղեցկություն։ Լեռը սերտորեն կապված է տարածաշրջանի պատմական լանդշաֆտի հետ։ Նրա շրջակայքը շրջապատված է նշանակալի ճարտարապետական հուշարձաններով, այդ թվում Սմբատաբերդ ամրոցով, որը տեղակայված է մոտակա բարձունքներում։ Սմբատաբերդից բացվում է շրջակա լեռների, այդ թվում Գայլեձորի լայն տեսարան։ Մոտակայքում գտնվում են այլ միջնադարյան կառույցներ, այդ թվում Պրոշաբերդը և Սպիտակավոր վանքը, որոնք Հայաստանի մշակութային ժառանգության կարևոր տարրերն են։ Տարածքի պատմական նշանակությունը ավելի է բարձրանում այն փաստով, որ միջնադարում այս տարածաշրջանում գործել է Գլաձորի համալսարանը, իր ժամանակի առաջատար կրթական կենտրոններից մեկը։ Բնական և մշակութային վայրերի այս համադրությունը լեռան շրջակայքը դարձնում է հատկապես արժեքավոր պատմական և գիտական տեսանկյունից։ Այսօր Գայլեձորը մնում է համեմատաբար քիչ հայտնի վայր, բայց այն գրավում է այցելուներին և հետազոտողներին։ Մեկուսացվածությունը, մաքուր լեռնային օդը և բնական ու պատմական տեսարժան վայրերի համադրությունը պայմաններ են ստեղծում Հայաստանի այս անկյունի խորը ուսումնասիրության համար։ Արդյունքում լեռը ընկալվում է ոչ միայն որպես աշխարհագրական առանձնահատկություն, այլև որպես բազմաշերտ մշակութային լանդշաֆտի մի մաս, որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսվում են։ Սպիտակավոր վանական համալիրի մասին հետաքրքիր փաստեր։ Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կիլոմետր հյուսիս։ Կառուցվել է 14-րդ դարում իր ուրույն տեղն ունենալով հայոց ճարտարապետաշինության բնագավառում, հանդիսանալով մշակութային, կրթական և հոգևոր կենտրոն։ Վանքը հայտնի է Սպիտակավոր, ինչպես նաև Ծաղկավանք անուններով։ Առաջին դեպքում վանքը կոչվել է Սպիտակավոր, քանի որ ողջ եկեղեցին կառուցված է սպիտակավուն ֆելզիտ քարից։ Իսկ Ծաղկավանք անունը պայմանավորված է վանքի տեղանքով։ Գարնանը վանքի շուրջ ծաղկում են բազմաթիվ ծաղիկներ, շրջապատելով վանական համալիրի տարածքը։ Ժողովուրդը այս վանքը ճանաչում է առավելապես այս անունով։ Սպիտակավոր վանքը Հայաստանի մշակութային հուշարձանների ցանկում է։ Այն փոքր վանական համալիր է, որի կազմում գտնվում է եկեղեցին, գավիթը, զանգակատունը ու վանքը շրջանցող ամրոցապատը։ Եկեղեցին ունի գմբեթավոր հորինվածք, ավագ խորանը շրջապատելով երկու փոքրիկ ավանդատներով։ Վանքն ունի մի մուտք տեղակայված արևմտյան հատվածում։ Այն զարդարված է Աստվածամորն ու մանուկ Հիսուսին պատկերող քանդակով։ Հիսուս Քրիստոսի ամբողջական հասակով պատկերված քանդակ կա նաև արևելյան կողմում՝ մակագրված «Հիսուս Քրիստոս»։ Սպիտակավոր վանքն ամբողջությամբ զարդարված է բուսական և երկրաչափական շատ նուրբ և մանրակրկիտ մշակված զարդաքանդակներով, որոնցում հիմնականում պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Գմբեթի հիմնային կամարի վրա պատկերված են 5 սրբապատկերներ։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հիսուս Քրիստոսն է իր ավետարանիչներով, իսկ մյուսներն էլ կարծում են, որ պատկերված է Հայր Աստվածը իր 4 հրեշտակներով։ Վանքի հյուսիսային պատին պատկերված են Էաջ և Ամիր Հասան Պռոշյանների քանդակները։ Ուսումնասիրությունները փաստում են, որ դրանք հյուսիսային ճակատին ամրեցվել են ոչ թե կառուցման ժամանակ, այլ ավելի ուշ։ Շամլուխից Աղթալա կկվի բույնի մասին հետաքրքիր փաստեր։ Կկվի բույն բերդը Աղթալայի տարածքի 4 միջնադարյան ամրոցներից մեկն է, որը կառուցվել է 10-րդ դարում։ Լոռու մարզում Շամլուխ և Բենդիկ գյուղերի մոտ Աղթալայի անտառներում գտնվում է 10-րդ դարի կկվի բույն ամրոցը և համանուն կկվեն բույն փոքրիկ եկեղեցին։ Այն հայտնի արշավային ուղղություն է։